Ղարաբաղյան և ժողովրդի տրամաբանությունը հակասում են իրար։ Եվ այսօր իմ 100 հազարավոր հայրենակիցների անունից ցանկանում եմ մեղադրել այսօրվա գործող իշխանություններին, թողտվության թերությունների, անտարբերության ու ազատության համար։ Ինչու են Հայաստանում մատուր գները։ Դրանք սոց միազգային շուկայում գնաճով պայմանավորվել է, առնվազն աշխատակցություն է, իշխանության անզորության կամ ավելի ճիշտ, իշխանության թողտվության որոշ կազմակերպված կամավորումների հարստացման աղբյուր։ Եվ չգիտես ինչու թանկացումները Հայաստանում, որպես կանոն կապում են ընտրությունների հետ։ Քանի որ առանցային աղքատության ճիրաններում գտնվող ավելի քան 1 միլիոն մարդու, 100 հազարավոր թոշակառուների, 500 հազար նպաստավորների, քաղաքացիների գրպաններին ուղղակի հարվածող գրերի քաղաքացիները լավ հնարավորություն են ստեղծում ընտրություններից 1-2 օր առաջ մի քանի հազար դրամով գնել նրանց ձայները։ Խոսենք փաստերով։ Այսօր փորձագիտական տվյալներով Հայաստանի Հանրապետության ազգային հարստության հիմնական մասը կուտակված է 30-ից 35 ընտանիքների ձեռքին, որի արդյունքում բենզինի, դիզվառելիքի, ցորենի, սննդամթերքի մյուս տեսակների ներդրումը կուտակված է մի քանի հոգու ձեռքին, որոնք նաև Հայաստանում խայտառակ դոլարի արժեզրկման պայմաններում և լսից դոլարով ձեռք են բերում ապրանքներ, փոխանակ գները երկրում անկում ապրեն, ավելի են բարձրանում։ Քանի որ միայն մի քանիսն են տնօրինում հիմնական ապրանքատեսակների ներկրման շուկան, և ինչ գնով ցանկանում են բերում են, ինչ գնով ցանկանում են վաճառում, անտեսելով ժողովրդի ծանր սոցիալական վիճակը, նրանովից լսելով իշխանության անվանները։ Արդյունքում թե Հայաստանը և թե Երևանը դարձել է աշխարհի ամենաթանկ երկրներում մայրաքաղաքներից մեկը։ Համաշխարհային հեռուստատեսության միության տվյալներով Հայաստանը այսօր հեռախոսակապի, բջջային կապի, թանկության իմաստով գրավում է աշխարհի առաջին 10 երկրների մեջ։ Երբ որ այսօր ժողովրդի թշվառության, աղքատության, անօրենության ցուցանիշներով մենք գրավում ենք վերջին տեղերը։ Այսօր Հայաստանի ազգային վիճակագրության տվյալներով, ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի հետ համատեղ իրականացված հարցումներով, ԱՊՀ 9 մայրաքաղաքների Երևան, Մոսկվա, Աստանա, Մինսկ, Քիշինև, Դուշանբե, Բիշկեք, Կիև, Բաքու։ Օրինակ, Հուսական յուղը, Ձուն, ամենաթանկը Երևանում է։ Արուրի, Կարագի, Հացի և առաջի սպառման ապրանքների գծով Երևանը կամ առաջի կամ երկրորդ տեղում է գտնվում գների թանկությամբ։ Մերկուր այն ներքում, Բաքվում, նույն Բաքվում գները զգալիորեն ցածր են 30%-ով, Հացի գները 50%-ով և ավելի երևանյան գրերից։ Երևանը դառնում է ԱՊՀ-ի ամենաթանկ մայրաքաղաքը, որոշ ապրանքների գծով ավելի քան Մոսկվան։ Ինչ է սա նշանակում։ Արդյոք հայերի եկամուտներն արդեն ավելացել են, և մեր քաղաքացիները ամենահարուստն են ԱՊՀ երկրներում։ Իհարկե ոչ։ Ուղղակի թվարկված մյուս պետությունների իշխանությունները իրենց ժողովրդերի նկատմամբ շատ ավելի հոգատար քաղաքականություն են վարում։ Ընդամենը 5 տարի առաջ նախագահական ընտրությունների Նախաշենին $1 արժեր մոտ 600 դրամ։ Այսօր 2007 թվականին արդեն $1 արժի 300 դրամ, այսինքն 2 անգամ պակաս, որի արդյունքում հարստանում են մի քանի օլիգարխներ, ովքեր վայելում են իշխանության բարձրագույն հովանավորությունը, տուժվում են հայաստանցիները, տուժվում են արտերկում արում քրտինքով, սրկանքներով և վտանգի գնով աշխատանք գտած նրանց հանածատները։ Այսօր իշխանությունը շարունակ թմբահարում է, որ Հայաստանի բյուջեն $2.5 միլիարդ է։ Ուզում եմ հիշեցնել, եթե այս տրամաբանությունը զարգանա և իշխանության ջանքերով $5 դառնա 150 դրամ, ապա բյուջեն կլինի 5 միլիարդ դրամ։ Աշխարհապահություն է սա, թե սեփական ժողովրդի ապագանորոշելու ակնհայտ փորձ դժվար չի հասկանալ, բայց այն որ $, դրամ խայտառակ դատարանների արդյունքում տուժում են 100 հազարավոր ընտանիքներ, դա ալերտերի իրողություն է։ Այն որ $-ի արհեստական տատանումները կազմակերպած խմբավորումների գործունեության արդյունք ես դրանում չեմ կասկածում։ Այն որ $-ի արժեզրկման արդյունքում տեղական արտադրությունը Հայաստանում հետևողականորեն հետընթաց է ապրում։ Արտահանման ծավալները կտրուկ նվազում են, սա նույնպես փաստ է։ Այն որ Հայաստանը